Մեր տաղավարը եթերային վերածվել է դալիճի սպորտային, որտեղ այստեղ իսկապես չեմպիոններ են, ուժեղ մարդիկ, որոնք ուժեղ են թե ֆիզիկապես, թե այսպես ասած հոգեպես, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, 28 մարտ եւ ոչ մի պարտություն, Դավիթ Խաչատրյան, քանի? 6 28-6-ը ձեր ռեկորդը, 28-6, Դավիթ Խաչատրյան, իմպերատոր, այդպես են կոչում Դավիթին, իսկապես իմպերատոր, պարզենք, որ կա այսօրության իմպերատորը շուտով, Զավեն Գալստյան, պրոֆեսիոնալ բրծկամարտիկ, բարև ձեզ Զավեն, եւ վերջապես Գենադի Մակարյան, MMA ռեկորդակիր, բարելույս տղաներ, ձեր գալիք, անցյալ բոլոր տոները շնորհավոր եւ գալիք հաղթանակները շնորհավոր։ Այս վերջերս Դավիթը եւ Գենադին մասնակցեցին Hype Fighting-ին եւ երկուսն էլ փայլուն հաղթանակ տարան, որտեղ է վերջին անգամ մարտի դուս եկել Զավենը Գալստյան։ Հոկտեմբերի 11-ին Հայաստանում։ Ինչ էր դա։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու։ Քանի մարտ ունեք արդեն եւ ձեր ռեկորդը ինչքան է։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտում դեբյուտս էր առաջի բոյը։ 1-0։ Հա, 1-0։ 1-0 քուտ ձեզ։ Օգուտ մեզ։ Տղան ինչպիսին էր տարին անցյալ ձեր համար։ Դավիթ, Գենադի, Զավեն, ինչ գնահատական կտակ։ 10 բալից ինչքան 10 Слово старшим нашим брату. Ես ճիշտ ասած իմ համար լավ տարի չէր, դա երկրորդ բոյս էր, քիչ էր իմ համար։ Քիչ էր դեր, ահա։ Անդադ խոստացան, ատմենը արեցին, միշտ իմեց սենց high fighting-ներ, որ կպա 2-3 հատ սապերնիկ փոխվեց միջև էս վերջինը։ Միշտ տենց է ստացվում։ Ես Վախում են ձեզանից, ինչու՞ են խնդիրը, ինչ եք մտածում։ ճիշտ ասած ես մտածում եմ, որ սա հիմնական անունով տղեկը ուզում են անաստաղուետ կպտեն, որ հաստատ իմանան կկրեն, որ իրենց ռեյտինգը չփչացնեն։ Так։ Իսկ իմ հետ կպտնելը հաստատ իրանց համար վտանգավոր է։ Իսկ ես ուզում եմ ուժեղների անունով տղեկի, ուժեղ մենակ ուժեղ չնի, որ ռեյտինգ էլ ունենա, այդպես տղերքի հետ կռվեմ։ Նայ, դե պետք է դրա համար ոսկի միջինն է պետք գտնել։ Զավեն դուք ինչ կասեք, ձեզ համար ինչպիսին էր։ Իմը լավ էր, որ առաջի բոյս արեցի պրոֆեսիոնալ, դա շատ ենք սպասում դրան։ Մեծ երազանք է։ Հա։ Ինչքան ժամանակ է գնացել դեպի դա։ Քանի տարի։ Շատ տարիներ։ Դե 12-13 տարի սիրողական բոքսում եմ եղել։ Զավենը բոքսի Հայաստանի չեմպիոն է։ Այդ դրա մասին եմ ուզում հասկանամ։ Սիրողականից գնացեք պրոֆեսիոնալ, դա երազանք էր ամենասկզբից։ Հա, ամենասկզբից։ Դե հիմնականը սաղ երազանքը պրոֆեսիոնալ ռինգն է, էլի։ Ահա։ Գենադի դուք ինչ կասեք, ձեր համար ինչպիսին էր տարին։ Я скажу по-русски, просто правильно выговорю по-русски. Ага, есть порцент Таркманы. Слава Богу за все. За каждый день я рад, который у меня проходит. Ամեն օրվա համար Դավիթը Գենադին ուրախ է, բայց ինչպիսին էր տարին առհասարակ։ Очень хорошо. Три боя провел, конечно, можно было больше, потому что без травм был, да. Երեք հաղթանակ։ Сразу, да, 3 победы. Շատ բարի։ Թե Դավիթը, թե Գենադիը, թե Զավենը նշեցին, Դավիթը 2 մարտ է ունեցել, Զավենը 1, դուք 3։ Իդեալականը որ տարբերակն է, ինչքան, ամիսը 1, կես տարին 1, 2-3 ամիսը 1, Если здоровье позволяет, если травм нету, можно спокойно проводить дальше. Ինչ է ձեր պարագայում չկան տրավմաներ։ Մենք տեսանք, որ Դավիթ, դա իմիջիալոց ձեր դեբյուտն էր մեր ձեր, չէ՞։ Երբ դա ամենադաժանն է կարծես թե Դե ամենաժոսկին է, էլի, հաստատ, որ տրավմաները շատ է լինում։ Ինչքան ժամանակ է պետք վերականգնելու համար այդ կուլաչկայից հետո, այսպես կոչված։ Հայերեն կուլաչկա չկա, չէ՞, կուլաչկա, ասում կուլաչկա։ Բոլոր այն հերոստատիտողները, որոնք չեն հասկանում ինչի մասին է խոսքը, դա բրծկամարտ է, բայց կարծես թե մի քիչ առանց կանոնների եւ առանց ձեռնոցների։ Բաց ձեռքերով, այո։ Ինչքան ժամանակ է պետք վերականգնվելու համար։ Դե օրինակ ես ամսի 35 կպել եմ, վաղնել կարամ կպնեմ, հա, տրավմերով չեմ էլ է, սաղ ինձ լավ եմ զգում, սաղ չոտքի է։ Դեմքի վրա ոչ մի վնասվածքներ չկա, վիզուալ Գենադի ձեր պարագայում է։ Ոչ բան չկա։ Բայց մենք տեսել ենք նաև հաղթող տղաներ, որոնք որ ունեցել են տրավմաներ։ Այդ ինչքան ժամանակ, 1 ամիս է պետք վերականգնվելու համար։ 2 ամիս։ 2 ամիս։ У меня так было. В том бою, до этого боя у меня еще один был, тоже кулачка.
Я выиграл бой, но у меня все лицо разбито было. Месяца 2, чтобы сечки зажились, а оно 100% надо. Դուք որպես բնցքան մարդիկ Զավեն, ինչպես եք վերաբերվում այդ այսպես կոչված կուլաչկային, ինչ է դա։ Սպորտ չի հաստատ։ Դա ավելի նման է ինչ-որ կռվի, բակային շո։ կռվի, չէ։ Ուղղակի խնդիրն է, որ բակային կռվ շատ դեպքերում մեկը մեկի դեմ չեն ցավոք սրտի վերջերս բայց կռվում։ բակի այդ կռվողները, որ մտեն այդ ռինգ, ես միլիարդ% վստահ եմ, ոչ մի բան չեն կարող։ Դե չէ, բարձա որ պետք է տեխնիկա ունենաս եւ այլն եւ Այդ նշանակում է արդեն սպորտ է դառը։ Ահա։ Եթե տեխնիկա կա, Զավեն դուք դες պատկերացնում եք այդ սպորտաձևում։ Ուքել։ Мы ему уже говорили, давай один раз выступи. Ձերքերը չի վնասվում։ Վնասվում։ Это тише хпшч. Եթե ճիշտ խփես։ Բայց Если կարա ты будешь ժողովրդը полностью боль контролировать, знать, как бить, ты не повредишь. А если будешь на отмашку, например, тогда можешь повредить. Самое главное следить за этим всем, чтобы не навредить. Контроль должен быть. Մարտի ժամանակ ուղեղը միացած ամնում։ Аэротокус. հենց անջատվի կկրվես։ Հենց անջատիկ կրես։ Ինչ կարող եք ասել հարցս Դավիթին եւ Գենադիին ավելի շատ, չնայած Զավենը կարող է պատասխանել մեր Արման Ծառուկյանի մարտի մասին։ Մի քիչ անիմաստ չէր այդ ամենը, այդ գրեպլինգը, այդ ռինգում անհասկանալի 6 րոպեն։ Ինչի համար էր դա արվում։ Ձեր անձնական Դե ռինգում անհարմար է ճիշտ ասած։ Չէ, անիմաստ չէր, հաստատ դա սխված Չէ, անիմաստ չէր, որովհետեւ այդքան մարդ եկել էր որ այդքան մարդ եկել էր դրանք, պրոստը իրանք չէին ուրիշ բան էին սպասում, երևի մտածում են Արմենը պետք է բոքս կպնի կամ չգիտեմ ինչ, բարբեն իրանց համար մի քիչ անհետաքրքիր է։ Բարբալ չէ, գրեպլինգ էր, բարբալներ կտային Արմանին որտեղ երկու Շարանել բոյը սառասրեց դրա համար լավ չգնաց։ Թե չէ ոնց որ կանոններն է, չոտքի տենց գնաց, ոնց որ Ուղղակի էստերուտի այդ ռինգը հարմար Просто չի։ да, не должно было бы там, это рингом и чебиде. 100%. Это Կամ неправильно. գոնե պետք է լիներ 2 ռաունդ Եթե 6 րոպե։ միավորներով ինքը հաստատ գրեց, բայց բայց այնց էր կանոնները, որ 6 րոպեի ընթացքում պետքա մեկը հանձնվածնի, որ հաղթանակը, եթե չէ, ինչ։ Իսկ առհասարակ այդ կանոնները ով է որոշում։ Ով կազմակերպիչներն են որոշում։ Իրանք ասում են, որ օրինակ մենք գրեպլինգի կանոններով, բայց մեկը պետք է հանձնվի։ Այդ դեպքում հաղթանակ, եթե չէ, ուրեմն Ոսկե իմ կարծիքը Էդի շարայի թելադրած իրա պայմաններն Որտեղ նա համոզված էր, որ որովհետև ինքը գիտեր, որ Արմանը իրանից ուժեղ է բարբեկով, բայց ինքը կարա 6 րոպե ծերպի տանի։ Ոցրենի կդիմանա, Հա, եւ շատ ծիծաղելու էր իհարկե այդ պահը, երբ որ հերախոսով րոպեներն էր այստեղ ժամանակն էր ցույց տալի, բայց մարդիկ մտածում են, որ ինչ-որ մեկը զանգի, որ ինքը դիմանար։ Այն մարդուն, որը որ ոչ մի բան չի հասկանում ձեր սպորտաձևից, կարող եք ձեր բառերով բացատրել, թե իրականում դժվար է դուրս գալ եւ 2 րոպե ֆիզիկապես 2 րոպե դիմադրել ինչ որ մեկին, որը որ մերկ ձեռքերով քեզ ուզում է ծեծի։ Իրականում ճիշտ ասած, եթե մարդը սպորտսմեն չի հոգեպես ամենաառաջինը պատրաստ չի, կարող է այդ ճանապարհը, որ գալիս ես մտես ռինգ, այդ ընթացքում ինֆարկտ ստանա մեռնի վախ։ Ու խոսքի 13,000 Դա դմեք մի կողմի է, դա դմեք մի կողմ։ Ֆիզիկապես դժվար է թե չէ։ Որտեղ տեսել եք, որ մարտեր կան չէ, որ ուշքը գնում էր։ Можно я скажу так немножко в другом плане? Если человек в жизни проходит трудности, Եթե մարդը կյանքում տեսնում է дժվարություններ, и доходит к спорту, вот, например, как я пришел к спорту, у меня եւ գալիս է հասնում է սպորտին, у меня нет никакого страха выйти или ես что-то. չունեմ ոչ մի վախ։ Չէ, վախի մասին չի խոսքը, ֆիզիկապես։ Вот, я хочу сказать то, что это зависит от психологии, какая у Առաջին тебя հերթը դա առաջին հոգեբանական խնդիր է, հա։ аэротокус. Чтобы ты физически, психологически ты был сильным человеком, потому Այսինքն դու что հոգեպես էլ պետք է ուժեղ լինես եւ ֆիզիկապես ուժեղ լինես։ поймал. Ինչ ծրագրեր կան 2026 թվականին, արդեն ձեր այդ խոսացել են, կոնտրակտները ստորագրած է, ինչ պլաններ ունեք երկրորդ մարտը երբ է, Մարտին որտեղ։ ալնելու Հայաստանում էլի։ Так, ով է ձեր մրցակիցը գիտեք։ Հա, ռուսա։ Ուժեղ է բավականին։ Լավ ռեյտինգ ունի։ Դա այդ հաղթանակը ձեզ ինչ կտա։
Այդ հաղթանակը դե իմ քաշում կոնկրետ 2400 հոգի մարդ կա։ Ինքը 280-ն է հիմա։ Ընդամենը 2000 Ռեյտինգը Դե բարձր որ ձեր շատ է։ իսկ գոտու համար օրինակ պլանավորել եք ձեր համար աշխարհի չեմպիոնի գոտու համար կամ Եվրոպա Երազանքը հենց այդ է։ երբ քանի տարի հետո կարող եք Պետք է ավելի շատ ինձանից էլ է շատ բան կախված, պետք է ռեյտինգը դասավորվի, որ թոփերում գոնե 100-ի մեջ լինես, այդ ժամանակ արդեն կտան Դե բոյը։ դա ինչ քանի տարվա ճանապարհ է Նայած ինչ սապերնիկ են, կարած երկրորդ, երրորդ բոյից էլ այտենց տղեկի հետ կպնես արդեն, ունումա իրանք Այսինքն կարող է ինչ որ մեկը տիտխոսակիր գոտիով մարդ կպնի, պարտվի եւ այդ գոտին դառնա արդեն դառնա իմ։ բայց դրա համար պետք է աշխատել Շատ է պետք աշխատել։ Դավիթ դուք ինչ կասեք ինչ պլաններ ունեք մոտակա ես ճիշտ ասած հետո արդեն փետրվարի 15-ին Փետրվարի 15-ին պլանավորված է Հայաստանում որ էլի high fighting High fighting-ը ասել է որ խոսք է տևել որ ամեն ամիս այսուհետ լինելու են տուրնիրներ Հայաստանում լինելու է Grand Prix, այսինքն 8 իմ քաշի մեջ Լավագույն 8 լավագույն տղա կռվելու են պոեսի համար։ Ինչա դա էլի դա կուլաչկա է լինելու Կուլաչկա է լինելու ձևը։ Սիրում եք դա Ես вообще կռիվանել եմ սիրում ռինգում։ Կռիվ անել եք սիրում բայց հիմա MMA եք ավելի շատ սիրում UFC-ն է ձեզ ավելի շատ գրավում թե Ես կուլաչկա MMA-շտիկ եմ։ Իմ ռեյտինգը սա MMA-ով է, բայց ավելի շատ ստոյկան եմ սիրում կամ ստոյկից բարբա չեմ սիրում, բոքսն եմ սիրում։ Բոքսը իմ համար ամենալավ սպորտն է։ Գենադի դուք ինչ պլաններ ունեք այս տարի նորից В 26 году я участвую в Гран-при Fight Night 84 килограмма. Որտեղ դա տեղնելու Первый турнир в Сочи будет, Սոչիո насколько я знаю. Да, февраль. 3 боя проведу, пояс заберу и большие планы дальше. Հասկացա։ Շատեն հետաքրքրում է ինչքան գլորի գումարներ եք աշխատում դուք որպես մարտիկներ։ Կարող եք բարձրաձայնել դա, թե չի կարելի։ Դա ճիշտ չէ։ Ճիշտ չի։ Լավ, եկեք սենց И немного, и немало. Դա հաստատ։ Ամեն մարտի համար միջև $10,000, 10,000-ից շատ։ Ամեն մարդ իր ռեյտինգով, իր ստատուսով, եթե ռեյտինգը բարձր է, շատ է ստանում, եթե ռեյտինգը ցածր է, ես ասեմ, որ կուլաչկա կպնողներ կան Մոսկվայում շատ ուժեղ ժոսկի, սրանից չի որ սենց, սրանից էլ դաժե ժոսկի, այնտեղ բռնել խփել կա տոպ դոկում, այնտեղ խոսքի 25,000 ռուբլու համար 25,000 ռուբլի դա 100,000 դրամ է։ Այդտեղ սկսում են մարդիկ։ Դե սկսում են, ուր կարան հասնեն մարդիկ, ինչքան։ Չէ միլիոններ։ Միլիոն դոլարներ բայց արդեն։ Конца нет. Բանով Это չէ։ зависит от человека, как он будет двигаться. Ռուսաստանում չէ, դոլարներ չէ հաստատ։ Հայաստանում Բայց մի քանի $100 կարան հաստատ այդտեղով։ հասկացա։ Քանի տարի է պետք զբաղվել բրծկամարտով, որ դառնաս Դավիթի, Գենադիի կամ Զավենի նման մարտիկ։ Քանի տարեկանից է պետք զբաղվել դրանով։ Все зависит от человека. Եվ ինչ սպորտաձև, բրծկամարտ է դա, մշամարտ է։ Ես 32 տարի է սպորտի մեջ եմ։ Դուք արդեն 38 տարեկան եք եւ 6 տարեկանից տարեկան։ պարապում եմ առանց ընդմիջումների։ 6 տարեկանում ինչ եք սկսել պարապել։ Կարատե։ Կարատե։ Դա առաջի սպորտաձևն է։ Առաջի սպորտաձևը, հետո բարբա, հետո էլի կարատե, հետո բոքս, հետո էլի բարբա։ Սենց եկել եմ միջև վերջում ջուջիցու էլ եմ երեշմիազնում։ Այս точнее էլա MMA просто կիմանով են կպել։ Ատեից սկսվել է ու 2005 թվին այս տորնադոն մեր Երևանում բացվեց, առաջի անգամ պրոֆեսիոնալ։ Այդ վաղ ես 16 տարեկան էի, ինձ սարքում էինք 18, որտեղ 18-ից է թե թույլատրվում պրոֆեսիոնալ կպնել։ Սա խափում ենք, ընդ սարքում ենք 18 տարեկանից պրոֆեսիոնալ կպել եմ ու միջև այսօր։ Դաժե բանակ ծառայել եմ, բանակի վախտել եմ։ Իմպերատորի գաղտնիքները բոլոր իմացանք։ Հա, ինչու իմպերատոր, ով է ձեզ անվանում։ Հայկ Ղուկասյանն է դրա։ Հենց իմպերատոր, ձեզ դուր է գալի ձեր մականունը։ 100%. Он император. Զավեն դուք զբաղվել եք միայն բրծկամարտով, քանի տարեկանից։ 8 8 տարեկանից։ Գենադի դուք ինչից եք սկսել քանի տարեկանում։ Каратеец, сказал, 6 старикану. Էլի 6 տարեկան։ И дальше пошло кикбоксинг, тайский бокс. Уже после армии ММА, МНЛ.
основном все можно. Там выходит только сильнейший. И все, я выбрал этот спорт. Պարզա։ Դե ինչ, շատ շնորհակալություն Դավիթ Գենադի Զավեն, մաղթում ենք ձեզ հաղթանակներ, թող բոլոր ձեր երազանքները կապված սպորտի, անձնական կյանքի հետ իրականանան եւ իսկապես ձեր օրինակը թող ծառայի բոլոր այն տղաներին եւ աղջիկներին, որոնք որ ուզում են լինեն ուժեղ թե ֆիզիկապես, թե հոգեպես, եւ փոքրիկ վերջին հարցը, ձեր ընտանիքի անդամները ինչպես են վերաբերում ձեր այսպես սպորտային եւ ոչ սպորտային առօրյային։ Դրական Меня полностью Հաստատ поддерживают. սաղել ուրախանում են, որ կրում ենք, Բայց մինչև այդպես ջարդած գալիս եք։ արդեն հաստատ իրանց տաճանին ավելի դառնում կանցնեմ։ Ամենալավ բաները ձեզ տղաներ, շնորհակալություն որ եկել եք մեզ մոտ, մաղթում ենք ձեզ եւս մեկ անգամ հաղթանակներ եւ հուսով ենք որ ձեր անունները դեռ շատ կլսենք եւ երագույնը դեռ շատ կտեսնենք աշխարհի երկրագնդի տարբեր կետերում։ Եվ շատ կարևոր է որ նաեւ Հայաստանում է եկե Hype Fighting-ը եւ մնացած բոլոր այն մարդիկ, որոնք որ այսպիսի միջոցառումներ կազմակերպում են, այս բանին գովազ շանթեթերում մնացեք մեզ հետ եւ մտածեք թե ինչով կարող եք զբաղվել դուք։ Սպորտ, կինո, երաժշտություն կամ պարզապես հեռուստատեսություն դիտելը։ Մնացեք մեզ հետ։